Աստծուն Աստված օրհնի ամեն մեկիդ։ Հիսուսը շատ սիրում է քեզ։ Դրա համար էլ այսօր այստեղ ես։ Ողջունում ենք ձեզ աշտարակի կյանքի պես եկեղեցու։ Փառք Տիրոջը այս եկեղեցու համար, փառք Աստծուն ամեն մեկիդ համար։ Ժողովուրդ ջան, եկեղեցին դա մենք ենք։ Գիտես չէ, եկեղեցին այս շենքը չի։ Այս շենքը անշուշտ մի բան է, ասենց կառույց է։ Տեսել եք այս շենքը երկուշաբթի օրը։ Տուն է էլի։ Բայց Աստծո տունն է, երբ որ Աստծո ժողովուրդը հավաքվում է մեկտեղ։ Երբ որ դու գալիս ես այստեղ, Տեր այցելում է, այս վայրը լցվում է սրբությունով։ Այս վայրը լցվում է Աստծո շնչով, Աստծո հոգով։ Այստեղ գիտեք ինչ է լինում։ Այստեղ շատ բաներ հարություն առնում։ Դες մեռելները հարություն են առնում, որովհետև Տիրոջ հարություն տվող զորությունը այստեղ է։ Եվ այստեղ շատ բան կարա հարություն առնի։ Քո մեռած իրավիճակը կարա հարություն առնի։ Այնտեղ, որտեղ հույսդ կտրել ես, հուսալքվել ես, որտեղ դու արդեն փակել ես դռները, փակագծեր ես դրել, այդտեղ Աստված սկսում է գործել։ Երբ որ դու այստեղ ես, Տիրոջ տան մեջ, երկրպագում ես, պատվում ես նրան, Տեր այցելում է մեզ և սկսում այստեղ կյանքեր փոխվել, սկսվում այստեղ սրտեր փոխվել, Տերը բժշկություններ անում այստեղ, Աստված ազատում է մեզ, այս խավար աշխարհից, փառք Տիրոջը, փառք Հիսուս Քրիստոսին, որովհետև Հիսուս Քրիստոս ասեց, ես եմ դուռը, Տերը այդ դուռը բացեց իմ և քո համար։ Երբ որ Տերը խաչի վրա ասեց, կատարվեցավ, տաճարի վարագույրը ճեղքվեց։ Դա գիտեք ինչ վարագույր էր, սենց վարագույր չէր։ Այնտեղ սրբության սրբոցը մտնելու համար կար վարագույր։ Եվ այնտեղից ոչ մեկ իրավունք չուներ մտնելու սրբության սրբոց։ Միայն քահանայապետը տարվա մեջ մեկ անգամ պետք է մտներ և զոհ մատուցեր։ Բայց երբ որ Հիսուսը խաչի վրա իր կյանքը զոհեց և ասեց կատարվեցավ, գիտես այդ վարագույրը ասեց ճեղքվեց, կտրվեց մեջտեղից։ Դա գիտես ինչ է նշանակում, որ մենք կարող ենք մտնել սրբության սրբոց, կարող ենք մտնել Տիրոջ ներկայության մեջ, կարող ենք մտնել և նրա հետ կենդանի հանդիպում ունենալ, լցվել Աստծով։ Մենք Հիսուս Քրիստոսի հետ մեկացանք և դարձանք Աստծո որդի, նրա կատարած զոհի գնով, երբ որ նրա սուրբ արյունը թափվեց Գողգոթյան խաչի վրա, մենք ընդունելով Հիսուս Քրիստոսին դարձանք Աստծո որդի, դարձանք նրան նման, ինչ մեծ արտոնություն է մեզ տրված, և մենք պետք է պահենք այդ որդի լինելու կարգավիճակը, որտեղ մենք սովորական այս աշխարհի մարդկանցից չենք այլևս։ Մենք Աստծո որդի ենք ընտրված, կանչված և նրա տան մեջ, նրա եկեղեցու մեջ հաստատված և հիմնված։ Եվ դրա համար մենք վախենալու բան չունենք։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ով վախեր անհանգստություններ ունի։ Ես ունեմ։ Այս ինչ ուժեղ եք դուք մեծամասնությունը, բայց Աստված ազատել է մեզ։ Ամեն վախից, անեծքից։ Ըստ եթե մարդը արդեն մահից չի վախում, էլ իր դեմ խաղ չկա։ Բայց մենք մահից վախենալու բան չունենք։ Ամեն։ Ալելույա։ Հիսուս Քրիստոսը հարություն առավ և մեզ էլ տվեց հարություն տվող զորություն։ Ալելույա։ Ով ասում այստեղ Աստծուն հաճելի լինի։ Բոլորս, ձեռքերը սկսեցին երևալ, ալելույա, ուրեմն, էդի արթնանալու համար է, բոլորս ուզում ենք Աստծուն հաճելի լինել, ուրեմն ես պետք է հավատք, բայց համել մի հատ գաղտնիք ասեմ ձեզ, համել որ հավատք ունենաս, քո համար էլ հաճելի կլինի, գիտես, քո համար էլ լավ կլինի, լիքը լավ բաներ քո կյանքում կսկսի տեղի ունենալ, որովհետև Հիսուս Քրիստոսը մեր Տերը երբ որ գործում էր, ինքը
գործում էր դիմացինի հավատքի վրա։ Քո հավատքը քեզ բժշկեց, հիշում ես, քո հավատքը քեզ ազատագրեց, քո հավատքով քեզ տրվեց։ Հիմա կուզես քո հավատքով քեզ տրվի։ Թե իմ հավատքով քեզ տրվի։ Ում հավատքը նշացնի։ Քո սրտով ասма քեզ տրվի։ Քո հավատքով։ Դրա համար ուզում եմ կարող ասես մի քանի ժամանակ հավատքից խոսանք, հավատքից կարելի է անընդհատ խոսալ, որպեսզի մեր հավատքը բարձրանա։ Հենց հիմա որ այստեղս քո հավատքը ավելանում է, երբ որ Աստվածաշունչ ես կարդում, քո հավատքը ավելանում է, երբ որ Աստծո խոսք ես լսում, քո հավատքը ավելանում է, եւ այսպես տարիներ շարունակ։ Երբ որ ճիշտ տեղում ես եւ գնում ես հավատքի գործերով։ Ամեն։ Եկեք միասին նայենք Սաղմոս 16:8։ Սա մեր այսօրվա հիմնական տեղն է, խնդրում եմ, որ էկրանին դնեք, Նարմեն ջան։ Սաղմոս 16 8-րդ խոսք։ Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ, որովհետև նա իմ աջ կողմն է, ես չեմ սասանվի։ Ամեն։ Դե իմ ասեք ստե իմ սիրած խոսքը որն է։ Սովորել եք, հա։ Ամեն ժամանակ։ Վերնագիրը այսօրվա խոսքի դա է։ Ամեն ժամանակ։ Գիտես, որ հավատքը ամեն ժամանակ է։ Հավատքը վաղը չի։ Հավատքը կես ժամից չի։ Հավատքը ամեն ժամանակ։ Ամեն ժամանակ։ Որպեսզի դու վաղը ունենաս ինչ-որ բան, պետք է Աստծուն տեսնես քո կյանքում այսօր։ Ամեն ժամանակ։ Ոչ թե վաղը ինչ-որ բան կանեն, այլ եթե դու ուզում ես վաղը քո կյանքում ինչ-որ բան ունենաս, դու այսօր միշտ պետք է Աստծուն ունենաս քո առաջ, ինչպես Դավիթն է գրում։ Ես Տիրոջ ասма դրեցի իմ առաջին։ Պատկերացնում ես, այսինքն Աստված այդ որտեղ էր, որ Դավիթը մի օր որոշեց Տիրոջը դնի իր առաջին։ Ոնց դրեց։ Ապրեց այդպես։ Ես Տիրոջը դրեցի իմ առաջին։ Դա գիտես ինչա որոշումը։ Դա հավատքի քայլ է։ Ես Տիրոջը միշտ ունեմ իմ առաջին, միշտ, ամեն ժամանակ։ Ինչա հավատքը, ժողովուրդ ջան։ Տեսեք, վաղը դա ապագա է, չէ, հետո է։ Օրինակ 10 վայրկյան հետո, այս 10 վայրկյանի բանը գիտեք։ 10 վայրկյան հետոն էլ է, չէ։ Ապագա։ Եթե ասում եմ 10 վայրկյանից, դա նշանակում է հետո։ Ես չեմ ասում վաղը, որ նստենք սպասենք երբ վաղը գալու, դրա համար կրճատում եմ։ Հիմա ասում եմ, օրինակ, 10 վայրկյան հետո այն հեռախոսը, իմ հեռախոսը, որ այնտեղ դրված է, ես հավատում եմ, որ իմ մոտ կլինի։ Էլով է հավատում։ Որ 10 վայրկյան հետո այդ հեռախոսը իմ մոտ կլինի։ Հիմա ոչ մեկը տեղներից չշարժվեք։ Հիմա մենք հավատում ենք բոլորով, ես էլ ձեր հետ, ու հաշվում ենք 10 վայրկյան, ով է պահում 10 վայրկյանը։ 10 վայրկյանը պահեք։ Չքնեք բայց։ Ինչքան անցավ։ 6։ Ինչքան անցավ։ 10, բա ուրա։ Բայտով, բախի չեղավ։ Ապրես, լավ չհավատացի։ Հալելույա։ Դու առաջ մի։ Որովհետև հավատքը իրանից պահանջում է ինչ գործողություն։ Թե ինչ կունենաս դու վաղը, կախված է նրանից, թե ինչ ես անում դու հիմա։ Թե ինչ ես անում դու հիմա։ Եկեք մի հատ էլ հավատանք։ Հիմա էլի հավատում ենք 10 վայրկյանից
այդ հեռախոսը իմ մոտ կլինի, չէ՞։ Ու հավատում եք։ Հիմա ես սկսում եմ հավատալ։ Մեկ էլ եղավ։ Ես ինչ արեցի։ Ինչ որ բան արեցի, չէ՞։ Հիմա մարդիկ նստում են, որ ասում եմ թախտի, սպասում են վախտի։ Մարդիկ նստած, ոչ մի բան չեն անում։ Եսի մենակ Կիրակի օրը եկեղեցի գալը քիչ է։ Հավատքը դա ապրելակերպ է, դա կյանք է, դա գործողություն է, դա շարժ է։ Ամեն ընթացք է։ Շատեր այո նստած տեղում սպասում են, որ ինչ-որ բան իրաց կյանքում լինել, ասում են, ես հավատում եմ։ Ես հավատում եմ, որ Աստված ինձ տուն է տալու, կամ մեքենա է տալու, կամ ինչ-որ բան է տալու, կամ Աստված ինձ հոգևոր պարգևներով անցնելու։ Ես հավատում եմ, որ ես հովիվ եմ դառնալու, բայց ո՞նց։ Դրա համար գիտես ինչ է պետք է անես։ Ու նստած ոչ աշխատում է, ոչ էլ հավատում է։ Ըսի ո՞րն է քո հավատքի հիմքը։ Ո՞րն է քո հավատքի գործողությունը։ Մենք պետք է դրա համար շարժվենք, պետք է գործենք։ Բայց նաև գիտեք ինչ կա, շարժվում են, գործում են, գործողություն են անում, բայց նյութ չկա մեջը, սխալ են շարժվում։ Գիտեք ստեղ խնդիր կա։ Մեծ ֆիզիկոս Էյնշտեյնը ասել է ամեն շարժում դեռ գործողություն չի։ Ամեն շարժում դեռ գործողություն չի։ Հիմա ես հավատացի, ու սենց էլի նորից հավատում եմ, որ ես հեռախոսը իմ ձեռքը դեր ու շարժվում եմ։ Շարժվում եմ, բայց չեմ գնում առաջ։ Քայլ չեմ անում, չեմ վերցնում, բայց շարժվում եմ։ Տեսնում եք, չէ՞ որ շարժվում եմ։ Բոլորը տեսնում եք, որ ես շարժվում եմ։ Ես ֆանտաստիկ հավատացյալ եմ, սուպեր հոգևոր, ես շարժի մեջ եմ։ Ես բաներ եմ անում, բայց նյութ չկա։ Ամեն շարժում դա դեռ գործողություն չի։ Այս սրա մասին էլ եմ ուզում մտածեք։ Հավատում եմ և մի երկու բան անում եմ, կամ մի 200 բան։ Բայց կարող է Աստված քեզ չի ասել անես։ Ինչքանով է կապդ Աստծո հետ, ինչքանով է քո շարժն ու գործողությունը Աստծո կամքի համեմատ։ Այս սա էլ է խնդիր ժողովուրդ ջան։ Գիտեք սա ինչ հավատք է, ավելի ճիշտ սա հավատք չի, այլ պասիվ լավատեսություն։ Պասիվ լավատեսություն։ Նստած լավատեսություն ունենք, որ մի բան կլինի էլի, դե մարդ ես, կարող է մի բան լինի, բայց հավատքը պասիվություն չի տարապես։ Հավատքը 24 ժամյա այո, արթուն վիճակ է, աշխատանք է, շարժ է, և կարևորը ճիշտ շարժ է։ Ոչ թե ուղղակի գործողություններ անել։ Այդ դրա համար են շատ բաներ մեր կյանքում մեզ չի գալի հասնում։ Մեր օրհնությունները, մեր ամեն ինչ, որ մեզ պետք է, մենք չունենք, որովհետև կամ չենք շարժվում, կամ էլ սխալ ենք շարժվում, աննպատակ ենք շարժվում, անիմաստ ենք շարժվում։ Խոսում է խոսալու համար, ասել եք չէ, կամ տեսել եք չէ, շարժվում է շարժվելու համար, բայց եթե չկա նպատակակետ, չկա Աստծուց տեսիլք, Աստծուց կանչ, որ Տերը այո մեզ դրել է, որ գնանք և բոլորով հասնենք այս բանին օրինակ, հա։ Պասիվ լավատեսություն։ Սա խաբկանք է մեջ ժողովուրդ ջան, պասիվ լավատեսությունը։ Հստած ինչ-որ բանի ենք սպասում։ Բայց կոնկրետություն չկա, հավատքը ինքը կոնկրետություն է, լսի։ Դու ուզում ես այս ինչ բանը քո կյանքում տեղի ունենա։ Ուզում ես այս ինչ բանը հաղթես։ Ուզում ես այս ինչ բանից ազատվես։ Ուզում ես այս ինչ բանը ունենաս։
դա կոնկրետություն է, դա նպատակ է, նպատակակետ է, աղոթքի կյանք է, դա ծոմեր է, դա նվիրվածություն է, դա հաղթական ընթացք է, որ չեմ հիասթափվելու, չեմ հուսահատվելու, ես լիքը պատճառ ունեմ հիասթափվելու, ունեի եկեղեցի չգալու, նորմալ չաղ պատճառ ունեի, եկեղեցի չգալու ու հանձնվելու, բայց ես այդ իրավունքը չունեմ, որովհետև ես որոշել եմ հավատալ Աստծուն, իսկ հավատալը այն չի, որ ես նստած հավատում եմ, որ ես Աստված մի բան կանի, հավատքը դա գործողություն է, որ ինձ բերեց այստեղ, որ ես պետքա ծառայեմ Տիրոջը, ես ծառայում եմ Հիսուս Քրիստոսին, ես ոչ թե ձեզ եմ ծառայում, այլ Հիսուս Քրիստոսին եմ ծառայում եւ նրա խոսքով հետեւաբար ծառայում եմ եկեղեցուն եւ ով էլ որ ծառայում է եւ երբ որ մենք որոշում ենք ծառայել Հիսուս Քրիստոսին, մենք որոշում ենք ինչ որ անում ենք, անենք մեր Աստծու, մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի համար եւ համապատասխան գործողություններ ենք անում, դա արդեն հավատք է։ Ամեն, եւ այդ հավատքը փոխում է մեր կյանքը, փոխում է մեր իրավիճակները։ Եթե դու այսօր ունես խնդիր, եւ այդ խնդիրը քեզ տանջում է, եւ ուզում ես այդ խնդրից ազատվես, այսօր քեզ հավատք է պետք, բայց այդ հավատքը գործողություն է։ Հակոբոս 2-րդ գլուխ 17-րդ խոսք 18-ներ կկարդանք, Հակոբոս 2-րդ գլուխ 17-18, այսպես էլ հավատքը եթե գործեր չունենա, ինքնին մեռած է։ Աստվածաշունչն է ասում, այսինքն ինչ խոսում է Աստվածաշնչից էր, ժողովուրդ ջան։ Ընդհանրապես Հակոբոս 2-րդ գլուխը ամբողջությամբ խոսում է հենց այդ մեռած գործերի ու մեռած հավատքի մասին։ Այդպես էլ հավատքը եթե գործեր չունենա, ինքնին մեռած է։ Բայց գուցե մեկը ասի, դու հավատք ունես, իսկ ես գործեր։ Ցույց տուր ինձ քո հավատքը առանց գործերի, իսկ ես ցույց կտամ իմ հավատքը գործերով։ Եթե դու ունես այսօր հավատք, ուզում եմ, որ այդ հավատքը երևա գործերով։ Հակառակ դեպքում ես շարունակությունը չկարդացի, այնտեղ գիտեք ինչա գրած, դևերն են հավատում։ Դևերն են հավատում, որ Աստված կա եւ սարսափում են։ Ժողովուրդ, ինչով է մեր հավատքը տարբերվում դևերի հավատքից։ Որ ասում ես, արի Աստծո, ես հավատում եմ, ու վերջ, դու հավատում ես, որ Աստված կա, դևերն են հավատում, որ Աստված կա։ Հիմա պետք է տարբերվի, չէ՞, մեր հավատքը դևերի հավատքից։ Մենք հավատում ենք, որ Աստված կա, եւ մեր հավատքը պետք է ցույց տանք մեր կյանքով, մեր ապրելակերպով, մեր նիստ ու կացով, մեր կենցաղով, մեր ընտանիքով, մեր խոսալով, մեր շարժ ու ձևով, մեր հագ ու կապով, եւ այլ, այսինքն կյանք։ Եվ այդ հավատքը պետք է երևա։ Լսի, դու հավատացյալ ես, դու պետք է տարբերվես։ Քո աշխատանքի տեղը բոլոր սովորական մարդկանցից։ Ոնց պետք է տարբերվես, եղբայր։ Գործողությունով, ապրելակերպով, շարժ ու ձևով, խոսալով, սիրելով, ժպտալով, ներելով, համբերատար լինելով եւ այլն։ Դեռ մեկ էս ամեն ինչը ինչա հավատք եւ հավատքի գործողություն է։ Եվ երբ որ մենք այս ամեն ինչը կանենք, որ այն ժամանակ հավատք կունենանք եւ այդ ժամանակ էլ Աստված կսկսի մեր հավատքով մեր կարիքները լրացնել, ինչ որ բաներ անել մեր կյանքում։ Բայց եթե սրանք չկա, եթե հավատքը մեռած է, եթե գործի տեղը մենք մյուսներից չենք տարբերվում, եթե մենք մեր հարևանների հետ նստում բամբասում ենք խաղող ուտելով, եթե մենք կռվում ենք, վիճում ենք, գոռում ենք եւ այլն, այն մյուս բաները չասեմ։ Ուրեմն հավատք չունես, իզուր է քո հավատքը։ Եվ հետեւաբար
քո արդեն այդ հավատքով քեզ տրվում է, այսինքն քեզ ինչա տրվում ոչինչ։ Որտեվ քո հավատքը մեռած է։ Որտեվ դու աշխարհից չես տարբերվում։ Մեռած հավատք, չէ, կենդանի հավատք, մենակ Կիրակի չէ։ Երբ ամեն ժամանակ չմոռանաս այսօրվա վերնագիրը։ Գիտես, հավատքը գործողությունը ամեն ժամանակ, ոչ թե ընդմիջումներով։ Մենք ընդմիջում չենք վերցնում հավատքից, ժողովուրդ։ Մենք մենակ Կիրակի օրվա հավատացյալ չենք։ Մենք 7:24 հավատացյալներ ենք, տեսել եք, որ գրված է 7:24, են, ինչ որտեղ է գրած, մոյկինքի վրա, չգիտեմ, սուպեր, գիտես չէ, շաբաթը 7 օր, օրը 24 ժամ, դու շաբաթը 7 օր, օրը 24 ժամ հավատացյալ ես, քնած ժամանակել ես հավատացյալ, որովհետև դու պետք է աստվածային երազներ տեսնես, ամեն, բայց եթե քնում ես, կտրվում ես, քնած ժամանակ հավատացյալ չես, կարաս չար երազներ տեսնես ու վախենաս, կաշմար լինի։ Դրա համար 7:24 հավատացյալներ են մենք։ Համաձայն ես, դի որոշում է, նես չի հիմա տենց եկավ ընկավ մեր վրա։ Դի լուրջ պայքար է, կռիվ է, որոշում է, ընտրություն է, խոնարհվել է, քայլանել է, տեսակ ես որ գնացի հավատքով հեռախոսս վերցրեցի, ինչ արի, իջա, բեմից իջա, խոնարհվեցի, թե չէ բեմն ու միկրոֆոնը տվեք ինձ, տեսեք ինչ չեր եմ անում հավատքով, չէ, ստեից ներքև է սկսում իմ ծառայությունը, իմ հավատքը, իմ աստեղ, էդի Սուրբ Հոգին անում, ես տեղ ընդհանրապես իմ շնորհքը չկա, բայց ստեղից որ գնացի, հեսա դուրս եկա, մտանք են աշխարհ, ճնշումները եկավ, խավարը եկավ, հարբեցող ընկերները եկան, հայոյող բարեկամները եկան, այդ է պետք իմ հավատքը դրսևորվի։ Որ ասեմ, իմ հետ գործ չունեք, ինձնից հեռու գնացեք։ Ով անօրենություններ գործերներ։ Ու ասենք, որ Հիսուսը գալու է ապաշխարեք, ինչպես Հովհաննես Մկրտիչն էր ասում, իժերի զավակներ։ Էդի ուրիշ թեմա է, լավ։ Մի երկու օրինակ նայենք, հա, ժողովուրդ ջան։ Եթե այսօր ոչինչ չես անում, վաղն էլ ոչինչ չես անելու։ Չգցես վաղվա վրա։ Եթե այսօր ոչինչ չես անում հավատքի, վաղն էլ ոչինչ չես անելու։ Եթե հավատք ունես, ցույց տուր հիմա, Պապոս ասում է։ Հենց հիմա, նախ Էնա։ Ալելույա։ Մարդկա հայտնություն է ստանում, ալելույա։ Մարդկա հավատքով է լցվում։ Եկեք նայենք մեր աստվածաշնչյան հերոսներից, օրինակ ում օրինակը կբերեի որպես հավատքի հետ կապված։ Աբրահամի, այո, Արսենը ասեց, որտեղ Աբրահամը հավատքի հայր էր կոչվում։ Ուրեմն, ինչ տեղի ունեցավ Աբրահամի հետ, տեղերը չեմ կարդա, շատ երկար է։ Աբրահամը իր համար ապրում էր ուր քաղաքում, այսօրվա ասենք, չգիտեմ, Նյու Յորքում կամ Փարիզում, լավ տեղ ապրում էր, ամեն ինչ ուներ, հենց ընտանիք ունեցվածք, դզված ապրում էր լավ։ Մեկ էլ Աստված եկավ Աբրահամին ասեց Աբրահամ ու Աստված գիտեք որն է հետաքրքիր ժողովուրդ մենք հիմա բոլորս գիտենք չէ Աստծո մասին գիտենք Աստծո անունը Աստված ով է որտեղ է բայց Աբրահամը ինչ գիտեր ով է Աստված մի բան լսել էր տենց բայց հանկարծ Աստված գալիս Աբրահամին ասում է կնոջդ վերցրու թող ընտանիքը տունը տեղը ամեն ունեցվածքը դուրս արի, քեզ էսա նոր քաղաք եմ տալու և նոր սերունդ եմ տալու, քեզանով ուզում եմ նոր ազգ սկսեմ, նոր երկիր, նոր ազգ, նոր սերունդ, նոր քաղաք,
Աբրահամն էլ ասում է, եղավ, դու հելնում ա։ Պատկերացնում ես, հելնում ա, սիրում, դե մի քիչ ասում ա, բայց կինս այս երեխա չի կարող բերի, ասենք, ոնց ես ինձ նո, ասում ա, քո գործը չի, դու ինչ ասում եմ արա, հելնում ա Աբրահամը, վերցնում ա Սարայի ձեռքը, բռնում ա ու դուրս են գալիս, ուր քաղաքից, ուր են դուրս գալիս, անապատ, ու գնում են անապատով, մի տարի, 2 տարի, գնում են, Աստված ուր ցուցատանի գնում են, մեկ իրանք են որոշում կայացնում, բայց շարժվում են, հասկացաք չէ հավատքի ինչա, հավատաց, Աստված ասեց, Աբրահամը հավատաց, ընդհանրապես մարդկայինով, տեսանելով, երևույթով հավատալու բան չկար այնտեղ, բայց ինքը հավատաց, վստահեց Աստծուն, հիմա ուզեմ ցույց տամ ինչ է հավատքը, ու գնաց, ու տենց ապրում է, շարժվում է, գնում է, անապատով գնում է, տենց ուխտերով գնում է, ջրհորներ են փորում, վերջը, մի տարի, 5 տարի, 10 տարի, 15 տարի ժողովուրդ, 15 տարի, ու տես մի օր, 15 տարի է, ոչ, այդ երեխեն կա, ոչ է քաղաքը կա, պատկերացնում ես, 15 տարի շարժ, ինչպիսի համբերություն, ու մի օր Աբրահամը տենց վրանի մեջ նստած է իր համար, ոսմա, որ ես ինչ, քաշվա ես, հելա տուն տեղ թողեցի, ոչ մի բան չկա, տենց, երևի նեղված է, բան, տենց կամ աղոտ կանում, թե ինչ, մեկ էլ Աստված ձայն է տալիս Աբրահամ, ու պատկերացնում ես Աբրահամը վրանի մեջ նստում է, ու ասում է, էյտա, եսա դուրս եմ գալիս, տեսնում եմ այդ քաղաքը, որ ինձ ա տվել Աստված, մեկել են երեխու, եկել է իմ հրաշքի ժամանակը, Աստված կանչեց, 15 տարի հետո Աստված այցելեց ինձ, ու դուրս ա գալի վրանից, ու տենում է ոչ երեխա կա, ոչ քաղաքը կա, բայց Աստված կա, Աստված որտեղ է միշտ իր արջև անոցոր, այն Սաղմոսը թողեկը տե, էլի խնդրում եմ, Աբրահամ է 15 տարի միշտ Աստծուն ուներ իր աչքի առաջին, դրա համար իր հավատքը չպակասեց, երբ որ դուրս ա գալի վրանից, Աստված ասում է Աբրահամ, հələ գետնին նայ, էլի, նայում է անապատում, ասում է ինչքան ավազ ես տեսնում, ինչքան ավազի հատիկներ ես տեսնում, շատ, ասում է այդքան քեզ սերունդ եմ տալու, Աբրահամը էլի ասում է, հա, հատ կոնե, հələ մի հատ դուր, այդքան սերունդ եմ քեզ տալու, ասես կասկածելով նայում, ասում է լավ, ոնց որ կասկածեցիր, հələ մի հատ էլ երկինք նայի, երկինքն ասում է տեսնում ես աստղերը ինչքան շատ են, այդքան քո սերունդ այդքան է լինելու, այդքան երեխա եմ քեզ տալու, դուք պատկերացնեք Աբրահամի վիճակը, բայց ասում է, հա, հավատում եմ, մոտ է ուրեմն իմ հրաշքը, ու գնում Աստված, գիտեք ինչքան է տևում, ևս 10 տարի ժողովուրդ, Աբրահամը խոստմունքը ստանալուց հետո, 25 տարի հետո, նոր մի հատ երեխա ունեցավ, այն էլ 100 տարեկանում, պատկերացնում եք, բայց որն էր լսեք Աբրահամի այդ հավատքի զորությունը, գաղտնիքը որտեղ է, գիտեք, միշտ ինքը Աստծուն իր առաջ ուներ, ինքը մի օր չկասկածեց, մի օր չտրտնջաց, մի օր չասեց, բայց ինչ եղավ իմ հետ, մի օր չվախեցավ, միշտ ինքը ասում էր, որ Աստված ասելա կանի, որ ասելա կանի, ու միշտ Աստծուն իր աչքի առաջ ուներ, ամեն, և դրա համար էլ ունեցավ այն ինչ Աստված ասել էր, Աբրահամը չհանձնվեց, որ լիքը պատճառ ուներ հանձնվելու, միգուցե դու էլ հիմա շատ պատճառ ունես հանձնվելու, բայց ես քեզ ասում եմ հանձնվելու ժամանակ չի, Աստծուն դիր քո աչքերի առաջ, այ ամբողջ գաղտնիքը սրա մեջ է, միշտ Աստծուն ունենալ քո աչքերի առաջ, այսի պահում է մեր հավատքը, միշտ Աստծուն ունենալ քո աչքերի առաջ, դες կասես, բայց ես չեմ տեսնում իմ հրաշքը,
Բայց կարևորը գիտեք որն է, որ ամեն օր Աստծո հետ ես։ Ես հենց չեմ տեսնում, հենց չեմ էլ շոշափում իմ հրաշքը, բայց ես գիտեմ, որ իմ հրաշքը իմ կյանքում լինելու է։ Բայց երբ որ դու Աստծո հետ ես եւ Տերը քո առաջինն է, ես հավատում եմ, որ կլինի իմ հրաշքը։ Ես հավատում եմ, որ Աստված հավատարիմ Աստված է եւ կտա այն, ինչ որից խոստացել է։ Ես տեսնում եմ Աստծուն իմ առաջին ամեն ժամանակ, ոչ միայն Կիրակի օրերը, ամեն ժամանակ Աստծուն տեսնում եմ իմ առաջին եւ այդտեղ է իմ հրաշքը, այդտեղ է իմ հավատքի պատասխանը։ Գիտես, մեր պայքարը նրանում չի, որ մենք ամեն կիրակի գանք եկեղեցի կամ ինչ-որ բաներ անենք։ Մեր պայքարը կայանում է նրանում, որ Աստծուն ամեն ժամանակ ունենանք մեր առաջին։ Որովհետև շատ բաներ, շատ իրավիճակներ, թե լավ, թե վատ, թե հաճելի, թե տհաճ, շատ իրավիճակներ կար այնպես անի, եւ մեր թշնամին Սատանան կար այնպես անի, որ դու Աստծուն հեռացնես քո աչքերի առաջից։ Մի օր նեղվես, մի օր հիվանդանաս, մի օր ընտանիքի անդամներից մեկը հիվանդանա, մի օր փողերդ վերջանան, մի օր եկեղեցում քեզ նեղացնեն, մի օր քեզ վիրավորեն, եւ այլ, շատ այդպիսի բաներ կարա տեղի ունենա, միգուցե հաջողություն գա, միգուցե շատ հարստանաս, միգուցե փառքով քեզ պատեն, եւ այս ամեն ինչը կարա պատճառ հանդիսանա, որ էլ Աստծուն չունենաս քո աչքերի առաջ, բայց այստեղ է մեր պայքարը, լսի, հավատքը մենք պետքա պայքարով պահենք, կռվով մեր հավատքը պետքա պահենք, գիտես որն է այդ պայքարը, միշտ Աստծուն ունենամ իմ աչքերի առաջ, միշտ, ամեն ժամանակ, ասա ամեն ժամանակ, թող լինի այդպես, ամեն, փառք Տիրոջը։ Հավատքը միայն նրա համար չի, որ ինչ-որ առարկաներ ունենանք, այլ մեր կյանքը ապրենք Աստծո հետ եւ Աստծո համար։ Այս սրա համար է մեզ հավատ պետք։ Հա, դու ասում ես ինձ հավատք է պետք, որ ունենամ, ինչպես Աբրահամը, ունենամ երեխային, ունենամ իմ տունը, ունենամ իմ հարմարավետությունը, բայց ոչ սիրելիս, քեզ հավատք է պետք, որ դու Աստծուն միշտ ունենաս քո առաջ։ Միշտ ամեն ժամանակ Աստված լինի քո կյանքում, քո սրտում, քո մտքում, քո երազներում, միշտ այստեղ է հավատքը գործում։ Եկեք Դանիելի օրինակը հիշենք, հա, հիշում եք, որ Դանիելը գերության մեջ էր եւ հանկարծ մի օր արգելեցին, որ մարդիկ այդտեղ գտնվող շատ օտարազգի մարդիկ կային։ Արգելվեց թագավորի կողմից հրաման տրվեց, որ մարդիկ իրենց աստվածների աղոթեն կամ երկրպագեն, եւ ով որ աղոթում կամ երկրպագում էր իր Աստծուն, նրան մահապատիժ էր սպառնում։ Եվ սրա մասին գիտեր Դանիելը նույնպես։ Բայց միևնույնն է, Դանիելը չհարմարվեց այդ հրամանի հետ։ Եվ ինքը ամեն օր կանգնած իր լուսամուտի, իր պատուհանի մոտ, բարձր աղոթում էր եւ երկրպագում էր, որ բոլորը զարթնեն։ Եվ գիտես իր անկերները գալիս ասում էին, Դանիել, կամաց աղոթի, քեզ կլսեն եւ քեզ մահապատժի կենթարկեն։ Բայց Դանիելը ասում էր, ես ոնց չաղոթեմ, եթե ես Աստծուն ամեն ժամանակ ունեմ իմ առաջ, եթե ես ապրում եմ Աստծով, ես ոնց կարամ չաղոթեմ, ես ոնց կարամ չերկրպագեմ։
իմ համար միևնույն է։ Եվ մի օր տեղի ունեցավ այդ դեպքը, որ եկան եւ Դանիելին տարան, որպեսզի նրան գցեն առյուծների գուբը։ Գիտեք, սա մահապատժի տեսակ էր այն ժամանակ։ Եվ քանի որ Աստված հրամայել էր, տարան Դանիելին եւ այդ մահապատիժ իր կյանքում տեղի ունեցավ։ Իրանք տենց գիտեին ամենայն դեպս։ Բայց երբ որ Դանիելին գցեցին առյուծների գուբը, այդ վանդակի մեջ, որտեղ սոված առյուծներ էին, եւ իրանք հենց դրա համար էլ վարժեցված էին, որ մարդկանց 5 վայրկյան չէր տևում, բսկտում էին։ Բայց երբ որ Դանիելը հայտնվեց առյուծների մոտ այդ վանդակի մեջ, գիտեք, որ Աստված այդ ժամանակ էլ իրա երեսի առաջին էր, եւ Աստված պահեց Դանիելին, եւ չգիտեմ ով այդ առյուծների երախը բերանը փակեց, եւ այդ առյուծները ոչինչ չկարողացան անել Դանիելին։ Այդ առյուծները դարձան, չգիտեմ, կատու երևի, որովհետեւ Դանիելը չհանձնվեց, Դանիելը իր հավատքը չկորցրեց, Դանիելը մնաց հավատարիմ։ Եվ երբ որ այս ամեն ինչը իմացավ, թագավորը շատ զարմացավ ու սկսեց հավատալ Դանիելի Աստծուն։ Դանիելի Աստծուն։ Ու գիտեք, այդ ժամանակ Դանիելին եկան ասեցին, լսի, քո նման 3 հոգի կան տենց մի քիչ տարած հավատացյալ։ Գիտեք չէ՞ ով իր ընկերները, Սեդրակ, Միսակ եւ Աբեդնագոն։ Սրանց էլ նույն բանի համար տարան ու գցեցին վառվող վառարանի մեջ, կրակե հնոցի մեջ գցեցին։ Եվ այս մարդիկ էլի հավատում էին, որ Աստված իրանց հետ է, Աստված իրանց առաջին էր ամեն ժամանակ։ Գիտեք ոնց է ասվում, որ Աստված իրանց հետ էր, Հիսուս Քրիստոս իրանց հետ էր։ Ասում եմ, երբ որ այս երեքին գցեցին վառարանի մեջ, հետո տեսա, որ այդ վառարանի մեջ 4 հոգի է, գրված այդպես։ Տերը նրանց հետ էր։ Լսի, Աստված քո հետ կլինի թե չէ, դա քեզանից է կախված։ Աստված ուզում է ամեն մեկի հետ լինի։ Աստված ուզում է ամեն մեկին օրհնի, բայց դա ասելով չի միայն։ Երբ որ ես առավոտյան իմ երեխաներին տանում եմ դպրոց, իջեցնում եմ դպրոց կամ քոլեջով որտեղ գնում եմ, մենք սես բան ունենք կամ տնից դուրս են գալի, մենք իրար ասում ենք դե Աստված քո հետ։ Բայց դա ասելով չի լինում։ Աստված մեր հետ է, երբ որ մենք ենք Աստծո հետ։ Աստված մեր հետ է, երբ որ մենք Դավիթ թագավորի նման ասում ենք ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ։ Երբ որ մենք ենք Աստծո հետ, այդ ժամանակը Աստված մեր հետ։ Հիմա այս տղաները, այս երիտասարդ տղաները ջահել տղերք են, ժողովուրդ ջան։ Իրանք Աստծուն իրանց առաջ ունեին ամեն ժամանակ, դրա համար իրանց հավատքը չպակասեց, իրանք հավատքով մտան այդ վառարանը, Դանիելը հավատքով մտավ առյուծների գուբը, Աբրահամը հավատքով դուրս եկավ իր ծննդավայրից, իր հարմարավետությունից վստահելով Աստծուն եւ 25 տարի հավատքով քայլեց Աստծո ճանապարհներով, որ ծնվի իր հրաշքը, ծնվի իր Իսահակը։ Գիտես քո հրաշքը Աստվածաշունչ ասում է հեռու չի, քո հրաշքը, քո Իսահակը քո սրտի տակ է, լսի, քո Իսահակը քեզ մոտ է, քո սրտի մեջ է Հռոմեացիների թղթում գրված է եւ քո շուրթերի վրա է, լսի, ինչ որ խոսաս քո կյանքի մեջ, դա էլ կունենաս, հավատքի խոսքեր խոսաս քո կյանքի վրա, դրական խոսքեր խոսաս քո կյանքի վրա, դա էլ կունենաս։ Բայց եթե չշարժվես, եթե պասիվ նստես ու ոչինչ չանես, հավատքը չի գործի, ինչքան էլ ուզում ես Աստծուն հավատալ սիրելիս։ Աստծուն հավատալ դա նշանակում է գործողություն անել։ Աստծուն հավատալ դա նշանակում է շարժվել։ Աստծուն հավատալ դա նշանակում է հնազանդվել
Աստծո խոսքին եւ ապրել Աստծո խոսքով։ Ամեն։ Մարի ջան, խնդրում եմ գաս չի գալիս։ Չի կան, չէ՞։ Փառք Աստծուն։ Ես ուզում եմ, որ մեր հավատքը բարձրանա։ Ես ուզում եմ, որ մենք հավատքով ապրենք, որ այս եկեղեցին իրոք լինի զորավոր եկեղեցի, հավատքով լցված եկեղեցի, որ մենք հավատքի գործեր անենք այս քաղաքի մեջ, աշտարակի մեջ, գյուղերի մեջ, որ հասնենք այն մարդկանց, ովքեր հավատում են Աստծուն, բայց իրաց տունը նստած ոչինչ չեն անում, եւ խավարի մեջ տառապում ու տանջվում են։ Եվ մենք պետք է լինենք այդ մարդիկ, որ հասնենք այդ մարդկանց։ Ոչ թե ապրենք մեր կենցաղով, այս եմ ուզում, այն եմ ուզում, այլ մեր հրաշքը կլինի նա, որ այստեղ շատ մարդիկ փրկվեն, որ այս քաղաքը փրկվի, որ աշտարակի գյուղերը փրկվեն, որ նոր եկեղեցիներ ծնվեն, որ Տիրոջ մեծ փառքը երևա, որ հրաշքներ եւ նշաններ անի Հիսուս Քրիստոսը ամեն ժամանակ, ինչպես անում էր։ Խոսքը ասում է Հիսուս Քրիստոսը նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Եթե Տերը այն ժամանակ գործեր էր անում մեծամեծ գործեր, ասում է քաղաքներով եւ գյուղերով պտտվում էր եւ ամեն սատանայի կողմից հարստահարվածներին բժշկում եւ ազատագրում էր, այսօր էլ Հիսուս Քրիստոսը նույնն է, որ այդ նույն բաները անի, բայց իմ եւ քո միջոցով, իմ եւ քո հավատքով։ Դրա համար եկեք հավատքի գործեր անենք, դրա համար շարժվի, դրա համար գործեր արա, դրա համար մի թուլացի, մի պասիվացի, չհիասթափվես լսի, չհուսահատվես, Աստծուն միշտ քո առաջ պահի։ Թող Աստված միշտ լինի քո աչքերի առաջ, Աստված լինի քո կյանքի մեջ, քո կյանքի ամեն իրավիճակի մեջ, մտնելիս թե դուրս գալիս, թող Աստված միշտ քո առաջից գնա, որ Տիրոջ գերբնական հրաշքներն ու զորությունները տեսնես քո կյանքի մեջ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Փառք Տիրոջ, եկեք կանգնենք սիրելի, ուզում եմ, որպեսզի երկրպագենք Աստծուն եւ հետո միասին աղոթք ենք ունենալու։ Խնդրեմ, որպեսզի փառաբանության խումբը նույնպես մոտենա։ Եկեք երգենք, որ մեր Աստված հավատարիմ Աստված է։ Եվ գիտես, ինչ որ դու ասում ես, դրան էլ հավատում ես։ Գիտես, չէ՞։ Ինչ որ դու խոսում ես, դրան էլ հավատում ես։ Եթե դու հիմա երգես, որ Աստված հավատարիմ Աստված է, ես չի որ Աստված դրանից հավատարիմ կդառնա, չէ՞։ Ուղղակի Աստված քո կյանքում կսկսի գործել, որպես հավատարիմ Աստված։ Եվ որ դու ասում ես Աստված, դու սեր ես, դու սկսում ես Աստծո պես սիրել։ Եվ որ դու ասում ես Աստված, դու ողորմած ես, դու էլ դառնում ես Աստծո պես ողորմած։ Փառք Հիսուսի։ Եկեք երկրպագենք Աստծո սրտով։ Թող Տերը շարժվի ու գործի այստեղ ամեն մեկի կյանքի մեջ։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն։ Եկեք հավատանք, որ այսօր բան փոխվեց։ Եվ միշտ փոխվելու է։ Փառքից փառք, զորությունից զորություն, հավատքից հավատք, հաղթանակից հաղթանակ։ Տերը մեր հետ է, Տերը մեր առաջինն է։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Եվ թող Աստված օրհնի քեզ եւ պահի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ իր աստվածային խաղաղությունը տա քեզ եւ քո ընտանիքին։
Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հետ հաղորդությունը մեր ամենքի հետ լինի ամեն ժամանակ։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Աղջիկը, եկեք եւս մեկ անգամ փառաբանենք Աստծուն, սիրելիներ, եւ գնանք խաղաղությունով Տիրոջ մեջ։ Ամեն։